Շատ լավ։ Այսօրվա թեման թող լինի սեր եւ անձնական հարաբերություններ։ Կընտրեմ 3 տարբերակ։ Տեսնենք ինչ կասեն կարտերն այսօր սիրո եւ անձնական հարաբերությունների մասին։ Տարբերակ առաջին, երկրորդ եւ երրորդ։ Ընտրեք ձեր տարբերակը, կարող եք չընտրել տարբերակ, որը ձեզ կհամապատասխանի, նայել կարող եք ընտրել հետո։ Այստեղ տեսնում եմ պաժը ջահերի։ Ինչ-որ մեկը շատ ոգևորված, նոր սիրահարված, պաժը երիտասարդն է, երեխան է, այսինքն դեռ նոր սիրահարված վիճակ է։ Շատ գեղեցիկ նկար է, տեսնում եք։ Ձիու վրա ասպետը կամ աղջիկն է նոր սիրահարված եւ այսպես երիտասարդին ում որ սիրահարվել է, իր համար իր ասպետն է ձիու վրա հաղթանակած, այսպես չգիտեմ, գալիս է իր ետևից։ Կամ երիտասարդն է սիրահարված, ինքն է իրեն զգում ասպետ, տեսնենք ում մասին է առաջին տարբերակը։ Տեսնում եմ երիտասարդ, նորից էլի տեսնում եմ պաժ, կոպեկը ձեռքին, սա պենտակլին պաժն է, տեսնում եմ աստղը, տեսնում եմ այստեղ ասպետը թրերի եւ ճակատագրի անիվը։ Այստեղ կարող եմ ասել, որ այո, այստեղ զույգի մասին է։ Հիմա չեմ կարող ասել ովքեր են նայում եւ սա ում է վերաբերում, բայց չգիտես ինչի ինձ թվում է, որ ավելի շատ երևի սա աղջկա մասին է, բայց երկու տարբերակն էլ կարող է լինել։ Ես այստեղ տեսնում եմ սիրահարված եւ տեսեք, ես այստեղ որ նայում եմ, դե կարտերն ավելի շատ ցույց կտան երևի ավելի մանրամասներ, բայց ես տեսնում եմ տղան այն կողմը նայում, աղջիկը իրեն է նայում։ Եվ քանի որ սկզբում ասացի նոր սիրահարված վիճակ, ասպետը ձիու վրա, ինձ ամեն դեպքում տպավորություն եմ ստանում, որ սա աղջկա մասին է։ Աղջիկ, որը տեսեք նայում է աստղերին, երկնքին, ուղղակի երազում է ասպետի մասին, երազում է սեր, երազում է մի երիտասարդ գա, իրեն գտնի եւ լինի ասպետ, այսպես նժույգի վրա։ Այո, ես կարող եմ ասել, որ եթե ինչ-որ բան փոխվի, ես կուղեմ ինձ, բայց այս պահեդրությամբ այդպես եմ տեսնում, աղջիկը տեսնում եք, երազում է։ Կար չէ այդպիսի բան, ես մեր երիտասարդության տարիներից եմ հիշում, ընկնող աստղ էինք տեսնում, երազանք էինք պահում, այդպես նայում է աստղերին, երազանք է պահում, ասպետը գա, իրեն գտնի, ընդ որում աղջիկը սպասում է, ասպետը թուրը ձեռքին, պետք է գա, պետք է այսպես ոնց կարող եմ ասել, այս ռոմանտիկ լեզվով պետք է գա, պետք է կարողանա իր սիրտը գրավել եւ աղջկա կյանքի անիվը, ճակատագիրը կարող է այսպես շրջվել։ Երևի աղջիկը ուղղակի ձանձրանում է, երիտասարդ է, մենակ է, այնպեսի տպավորություն է, որտեղ եթե աղջիկը երազում է ասպետի մասին, հա, դա նշանակում է, որ ինքը սեր չի ապրել, որտեղ նրանք ովքեր սեր ապրել են, նրանք գիտեն, որ ասպետներ չկան եւ չեն երազում, կոնկրետ գիտեն ինչ են ուզում, ինչպիսի տղամարդ, ինչպիսին են ուզում լինեն հարաբերություններ։ Դա շատ երազկոտ աղջկա մասին է։ Աղջիկ, որը շատ լավ ընտանիքից է, իմիջայլոց այս կարտը ինքնին ընկավ 10 բաժակների, շատ լավ ընտանիք ունի, միգուցե եւ քույր ու եղբայր ունի, բարտադիչի եւ քույր եւ եղբայր, բայց տանը միակ երեխան չէ, երևի շատ լավ ծնողներ ունի, իրեն շատ սիրում են, շատ այսպես գեղեցիկ ընտանիքում է մեծանում, դրա համար երևի այդպես երազկոտ է։ Ինքը որ լավ ընտանիքում է, ծնողների հարաբերությունները եթե իրար լավ են, աղջիկներ երազում է իր ասպետի մասին, որտեղ ինքը ամեն ինչ վարդագույն է տեսնում։ Տեսնենք ինչ կարող
Կարտերը խորհուրդ տալ մեր աղջկան։ Ես տեսնում եմ, այստեղ ոչ մի գործողություն չի լինում, պարզապես աղջիկը նստած երազում է։ Տեսնենք կարտերը կարող են իրեն ինչ-որ բան ասել, առաջիկա մոտակայում ինչ-որ փոփոխություն կարող է լինել աղջկա կյանքում։ Այդ վերջին կարտը ես, եթե հիշում եք, ճակատագրի անիվն էր, այսինքն կարող է ինչ-որ բան փոխվել, տեսնենք, կարող է ինչ-որ բան փոխվել։ Դրած չկարդը չի տեսել։ Կարող եմ ասել, որ հնարավոր է։ Հնարավոր է։ Ճակատագրի անիվը կարող էր փոխվել եւ իրականում ես տեսնում եմ երիտասարդներ, այսինքն հնարավոր է, որ այս երասկոտ աղջկա կյանք գա տղամարդ, բայց ես չեմ տեսնում ասպետ, ճիշտն ասած։ Ես ասպետ չեմ տեսնում, բայց ես տեսնում եմ երիտասարդ, որը այսպես ասեմ, տեսնում եմ երիտասարդ հիասթափված։ Միգուցե երիտասարդի սիրտը կոտրել են։ Չի գա ուժեղ ասպետ, որը կգա եւ ձեզ կհաղթի, չգիտեմ, կգրավի ձեր սիրտը եւ այլն, այլ կլինի երիտասարդ, որն իրականում ինքը կարիք ունի հոգատարության, երիտասարդ, որը ինքն է հեռացել եւ հեռանում է ինչ որ հոգեկան խնդիրներից։ Հոգեկան նկատի ունեմ հոգեկան սխալ մի հասկացեք, նկատի ունեմ ինչ որ վերքերից, այսինքն միգուցե ինչ որ աղջկանից մերժվել է եւ հեռացել է։ Պայքարել է աղջկա համար, բայց ոչինչ չի ստացվել եւ ինքը պարզապես թողել հեռացել է։ Ես երկու կարտը լավն են, բայց հետո կնայեմ, մի քիչ ուզում եմ էլի ինչ-որ տեսնել, ինչ կարող եմ տեսնել։ Ես տեսնում եմ պենտակլի 2-ը, տեսնում եմ թրերի թագուհուն։ Եվ տեսնում եմ այստեղ չափավորության կարտը, չափավորության եւ համբերության։ Այսպես կարող եմ ասել, այո, ինչ որ ասեցի, արդեն աղջիկը երասկոտ նստած սպասում է երիտասարդին, ասպետ ձիու վրա գա իրեն սիրտը գրավել, իրականում աղջկան կարող է հանդիպել երիտասարդ, որի իրականում ասպետը չէ, ավելի խոցված, ավելի հուզված, ավելի այսպես ասեմ, մի տեսակ երիտասարդ է, այսպես ասեմ, որը դժվարությամբ կկարողանա նորից սիրել։ Չեմ կարող ասել, որ չի կարողանա սիրել, բայց այդպես միանգամից սիրահարվել եւ տարվել այս մեր երասկոտ աղջկանով չի կարողանալու, որովհետեւ ժամանակ է պետք։ Եվ կարտն ասում է համբերություն։ Եթե կհանդիպեք այդպիսի երիտասարդի աղջիկներ, սա պենտակն է, այսինքն պետք է բավարարվեք պարզապես ընկերություն անելով։ Բալանսի մեջ պետք է մնա։ Դուք սկզբում կարող եք լինել պարզապես ընկերներ, տղան կարող է լինել երիտասարդ, ձեզ չսիրահարվել, դու կարող եք այսպես շատ վրդովել թագուհու պես, հա, այսպես որ ինչու ինձ չի սիրում, իրականում ինքը իրականում ժամանակ պետք կլինի երիտասարդին, որպեսզի ինքը կարողանա ապաքինվել եւ նորից կարողանա ինչ որ մեկին սիրել կամ սիրահարվել։ Ձեզ ժամանակ կպահանջվի ձեզնից, համբերատար եղեք։ Եթե ձեզ չի սիրում, չի նշանակում դուք խնդիր ունեք, այլ ուղղակի ինքը պետք է իր հին վերքերից բուժվի։ Ես իրականում տեսնում եմ արև եւ տեսնում եմ պենտակլի թագուհին, այսինքն եթե դուք համբերեք, իրականում ձեզ համար հաջողություն կլինի։ Դուք կլինեք շատ գոհ եւ ձեզանից եւ անձնական կյանքից։ Չեմ կարող ասել սա որքանով, ինչքան հեռու ապագայում կարող է լինել, այս երիտասարդի հետ կլինի թե չի լինի։ Ամեն դեպքում, եթե նմանատիպ պատմություն կլինի, հիշեք, պետք է լինել համբերատար, ոչ պահանջկոտ, եթե երիտասարդը ուղղակի ուզում է սկզբում միայն ընկերություն անել, ուղղակի եղեք ընկեր, որպեսզի նա կարողանա նորից վստահել աղջիկներին, կարողանաք վստահությունը շահել, որպեսզի նա ուզենա հետո ձեզ դիտել նաև որպես ընկերուհի,
Ոչ միայն որպես ընկեր։ Դա ձեզ խորհուրդը կարտերից։ Տեսնենք երկրորդ տարբերակը։ Երրորդ տարբերակը տեսնում եմ 3-ը պենտակլի, 3 հոգի եմ տեսնում։ Այստեղ կարող է լինել Այստեղ կարող է լինել 3 տարբերակ։ Կարող է լինել սիրային եռանկյունի։ Չեմ կարող ասել 2 տղա 1 աղջկա են սիրում կամ 2 աղջիկ 1 տղայի են սիրահարված, չեմ կարող ասել, բայց կարող է լինել այստեղ եռանկյունի 3 հոգի եմ տեսնում։ Տեսնենք կարտերն ինչ ցույց կտան։ Հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Տեսնում եմ 9 ներողություն պենտակլի, տեսնում եմ սիրահարներին, տեսնում եմ պաժը բաժակների, պաժը պենտակլի, շատ պաժեր եմ տեսնում։ Ես քանի որ տեսնում եմ 2 երիտասարդ եւ տեսնում եմ սիրահարված զույգ եւ 1 աղջիկ, ես կարող եմ ենթադրել, այստեղ 2 տղա սիրում են նույն աղջկան։ Ես չեմ կարող ասել այս տղաները ընկերներ են, չեմ կարող ասել այս տղաները իրար ճանաչում են առհասարակ թե ոչ։ Ես իրենց մեջ մեկը պենտակլի երիտասարդն է, այսինքն միգուցե ավելի մի քիչ ավելի ունևոր ընտանիքից է կարող եմ ասել, մյուսը շատ ավելի էմոցիոնալ, ավելի շատ զգացմունքներ ունի։ Աղջիկը ինքը սիրում է, բայց միայն սրանցից մեկին է սիրում։ Ես այս պայծրությամբ չեմ կարող ասել ում է սիրում, բայց սիրում է։ Մեկն ու մեկին աղջիկը սիրում է, սա էլ աղջիկն է։ Բավականին հաջող աղջիկ է, կարող եմ ասել, 9 պենտակլի նշանակում է շատ կրթություն ունի, լավ է սովորել, խելացի աղջիկ է։ Այսինքն ես չեմ կարող ասել, որ այս աղջիկ ինքն է խաղում 2 երիտասարդների զգացմունքների հետ, բոլորովին, այսինքն այստեղ ոչ մի ձևով աղջկա մեղքը չէ, ինքը չի գայթակղել տղաներին, փորձում է իրենց, ոչ ուղղակի 2 երիտասարդ է, բավականին լավ աղջիկ է, դրա համար էլ այդպես, բայց կարող եմ էլի ասել, որ աղջիկը տղաներից մեկն ու մեկին սիրում է, իսկ 2 տղաները ամեն մեկը բավականին երիտասարդ են այստեղ, բոլորն էլ շատ երիտասարդ են։ Ինչ եմ տեսնում հաջորդիվ, տեսնում եմ սա կախարդ, հրաշագործ եւ տեսնում եմ 10 թրերի։ Ինչ որ մեկը շատ տառապում է, շատ վիրավորված է, հավանաբար այն երիտասարդը, որին աղջիկը առանձնապես չի սիրում, ինքը ընտրել է մեկին, իսկ մյուսը, ես չեմ կարող ասել անկեղծորեն այստեղ երիտասարդներից որ մեկին աղջիկը ունևորին թե բաժակը ձեռքին, այսպես էմոցիոնալ երիտասարդ, չեմ կարող ասել այս պահի դրությամբ, այն աղջիկները, ում որ սա վերաբերում է, իրենք իմանան, շատ հոգնած տառապած է երևում ինձ ինչ որ մեկը այս եռյակի մեջ, թերևս տղաներից մեկն է, դե երևի թե, որտեվ տղա եմ տեսնում, իսկ ինչ դեր ունի այստեղ մեր հրաշագործը, այսպես կարող եմ ասել, երիտասարդը, որին աղջիկը չի սիրում, իրականում հրաշքի է սպասում, այդպես կարող եմ ասել, տանջվում է, տառապում է, սպասում է, որ մի հրաշք լինի, աղջիկը միգուցե իրեն սիրի, բայց ես կարող եմ ասել իմ կողմից, որ այդպես չի լինում։ Եվ ստերում տեսնում եմ կարտերը հուշում են, որ պետք է թողնել հեռանալ։ Սա 6-ն է թրերի, այսինքն ձեզ չեն սիրում, եթե ձեզ չեն սիրում ինչ պատճառներով դուք դեռ կարող եք հույս ունենալ աղջկա սիրտը գրավել, բայց եթե ձեզ չեն սիրում, որտեվ սիրում են ուրիշին, այդտեղ ես տարբերակ անկեղծ ասած չեմ տեսնում, որովհետև ինչքանով որ ես տեսնում եմ, այստեղ աղջիկը սիրում է եւ սիրված է, այստեղ գեղեցիկ զույգ է, սիրում են մարդիկ իրար եւ կարտերի խորհուրդն է ուղղակի թողնել հեռանալ, գնալ ձեր ճանապարհով եւ գտնել ձեզ համար նոր սեր։ Ես կարող եմ ասել, որ տառապանքը իրականում վերջանում է, 10-ը դա ամենացավոտ վիճակն է, երբ դրանից այն կողմ չի լինում, այսինքն այն մաքսիմում ցավը, որ կարող է ձեզ այս իրավիճակը պատճառել, պատճառում է, միևնույն ժամանակ նշանակում է, որ
երևի թե սա արդեն վերջն է, մարդը երևի թե ընտրություն կկատարի, երիտասարդը երրորդը եւ կհեռանա։ Եթե կա այդպիսի երիտասարդ այսպիսի պատմության մեջ, կարտերի խորհուրդն է հեռացեք։ Ես տեսնեմ կարող եմ եւս մեկ կարտ տեսնեմ ինչ-որ մի բան էլ կարող են կարտերը ցույց տալ, շատ կարտերի խորհուրդն արդեն պարզ էր։ Ոչ, ճիշտն ասած, ոչ մի ես մոտ ապագայում մեծ փոփոխություն երիտասարդի կյանքում չեմ տեսնում, մերժվածի մասին է խոսքը, բայց կարտերը հուշում են, որ պետք է հեռանալ, այլապես երբ տեսնում եք 10-ը, ես ասացի, սա կարող է վերջանալ, կվերջանա, եթե դուք հեռանաք։ Եթե չհեռանաք, ես տեսնում եմ 10 ջահերի, տեսեք, շալակած, շալակին, ծանր բեռ է տանում, այսինքն շատ ծանր բեռ է լինելու, բայց դուք ոչ մի բանի չեք հասնելու։ Աղջիկը չի թողելու իր սիրած երիտասարդին եւ գա ձեր ետևից։ Դուք պետք է ձեր ճանապարհ ընտրեք եւ ինքներդ փորձեք գնալ եւ ձեզ համար նոր սեր գտնել։ Ցավալի է, բայց ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, որտեվ սիրային եռանկյունու մեջ, այո, ուրիշ ոչ մի տարբերակ չկա։ Գնացեք ձեր ճանապարհով եւ կգտնեք ձեզ համար նոր սեր։ Երրորդ տարբերակը տեսնում եմ 5 պենտակլի, երկու հոգի այսպես նստած են։ 5 պենտակլի կորստի նշանն է, կորստի կարտն է։ Տեսնենք, ինչի մասին է խոսքը։ Ինչ եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ ասպետների, ներողություն, ասպետին եմ տեսնում պենտակլի, տեսնում եմ թրերի թագուհուն, տեսնում եմ 9 թրերի եւ համբերության, չափավորության կարտը։ Ես այստեղ կարող եմ ասել, սկսեցինք նրանից, որ երրորդ կարտը կորստի մասինն էր, ես դեռ մինչև վերջ նայեմ կհասկանամ, թե իրականում ով ինչ էր կորցրել, կամ ով ում էր կորցրել։ Պենտակլի ասպետը, սա ամենադանդաղաշարժ ասպետն է, իսկ մեր թրերի թագուհին բավականին աշխուժ, բավականին ակտիվ։ Տղամարդը նայում է դեպի կինը, կինը նայում է այլ ուղղությամբ։ Կարող եմ ասել, մեր ասպետը մի քիչ ուշացել է, մի քիչ դանդաղեցրել է, փորձել է մոտենալ, սիրտը բացել կնոջ առաջ, բայց իրականում ուշացել է։ Ուշացել է, որովհետև դանդաղ է գործել, ուշացել է, որովհետև, չգիտեմ, միջև մտածել է, միջև փորձել առաջարկություն անել, մոտենալ կինը մեկ ուրիշին է գտել, ես ուրիշ տղամարդ չեմ տեսնում, կարող եմ ասել, բայց տղամարդը ինքը իր դանդաղկոտության, անվստահության, կասկածամտության, այսպես ասեմ, խիզախ չի եղել եւ շատ դանդաղել է, դրա համար էլ մերժվել է թագուհուց աղջկանից, այսպես կարող եմ ասել, եւ հիմա տառապում է եւ ելք չի տեսնում, գիշերները չի կարողանում քնել։ Իսկ կարտերը հուշում է պետք է լինել համբերատար։ Պետք է լինել համբերատար։ Նախ տեսնենք էլ ինչ ենք տեսնում այստեղ։ Այ, լավ։ Ես այստեղ տեսնում եմ 5 թրերի։ Այո, իրականում գտնվել է մեկ ուրիշ տղամարդ, որը եկել եւ գրավել է մեր կնոջ սիրտը։ Եվ կարծում եմ կինը արդեն կարող է աղջիկը արդեն նշանվել է կամ արդեն ամուսնանում է, եւ այստեղ տեսնում եմ երիտասարդը, որը սիրահարվել էր, բայց դանդաղել էր, ուշացել էր։
Ինքը այսպես հիասթափված, գլխիկոր, այստեղ էլ տեսնում եմ ստվերում ճգնավորին, ինքը հեռանում է մենակ իր ճանապարհով, մնացել է մենակ, բնականաբար, այո, մի քիչ ուշացրել է, գտնվել է ավելի ակտիվ մեկը, որը եկել է եւ կնոջ սիրտը գրավել է եւ ել եմ ասում, ես տեսնում եմ այստեղ գեղեցիկ հետաքրքիր 10 երևի թե կամ արդեն նոր ամուսնացել է կինը, կամ նշանվել է արդեն հարսանիքի օր է նախատեսված, կամ նաև էլ եմ ասում, արդեն վերջացած է, աղջկա անձնականի հարցը, ամուսնության հարցը արդեն լուծված է, եւ երիտասարդը ոչ մի հույս չունի, դրա համար այսպես գլխիկոր կանգնած է, եւ ինքը պետք է գնա կյանքի նոր ճանապարհ։ Այս վերջի երկուսը շատ տխուր էին։ Դե կյանքն է իրականում, ամեն ինչ այդպես վարդագույն չի կարող լինել։ Մյուս կողմից, եթե մարդկանց կյանքում ամեն ինչ երջանիկ ու գեղեցիկ է, այդ կարդ նայելու կարիք էլ չէր լինի, չէ՞։ Այն մարդիկ պետք է կարիք ունեն մի փոքր հուշման, մի փոքր խրախուսանքի եւ, չգիտեմ, հոգատարության, խրատի այն մարդիկ, որոնք իրականում խնդիրներ ունեն, իսկ այսպիսի խնդիրներ երևի թե հաճախակի էլ հանդիպում են։ Ես շատ կուզենամ գեղեցիկ հեքիաթներ պատմել հարգելիներս, բայց դե ինչ տեսնում եմ, այն էլ ասում եմ, որովհետև նորից եմ ասում, նրանցում կյանքը գեղեցիկ է, նրանք կարիք չունեն ոչ խրատի, ոչ կարտերի, ոչ խորհրդի, նրանք պարզապես կարող են վայելել իրենց կյանքը։ Լավ, տեսնենք ատերն ինչ կասեն մեր երիտասարդին, որ մնացել է մենակ եւ պետք է թողնի եւ հեռանա գնա իր ճանապարհով։ Նմանատիպ պատմություններ ինչ որ երկրորդը, գրեթե։ Ես այս կարտը տեսա ստվերում այն ժամանակ էլի չուզեցա անդրադառնալ, բայց նորից ընկավ։ Նշանակում է, որ ինքը կարի երկրորդ անգամ եթե գալիս է, խառնեցի կարտերը, կիսեցի նորից էլի եկավ։ Սա մահվան կարտն է, որը նշանակում է շատ մեծ փոփոխություն։ Ինձ կարծում է, ինձ ներողություն, ինձ թվում է, որ այս փոփոխությունը իրականում վերաբերում է մեր երիտասարդի կյանքին, ինքը պետք է փոխի իր կյանքը, ինքը պետք է փոխի իր այս հոգեվիճակը, պետք է ինչ որ, չգիտեմ, ինչ որ մի բան պետք է փոխի իր կյանքում։ Տեսնում եմ 7 թրերի, տեսնում եմ 4 թրերի, կախված մարդուն եւ հիմարի կարտը։ Քանի որ տեսեք, երկրորդ տարբերակում աղջիկը ուրիշին էր սիրում, իսկ այս տարբերակում աղջիկը սկզբում ոչ մեկ էլ չկար իր կյանքում, ոչ մեկ իրեն չէր սիրում, կամ ինքը ոչ մեկի չէր ընտրել եւ տղամարդ իրականում ուներ շանս, ինքը կորցրեց իր դանդաղկոտության եւ ռիսկով չլինելու պատճառով, դրա համար երևի թե ինքը իրեն մեղադրում է, ինքը նեղվում է, ինքը իր դեմ կռվի է դուրս եկել, որ ինչու ուշացա, ինչու, դե լավ, հիմա այդպես ստացվեց, հիմա այստեղ ավելի ստրեսային վիճակում 4 թրերի պարկած է, մի տեսակ հիվանդագին վիճակի մեջ է, բայց ինչ որ անում է, ինքն է անում իրեն, ոչինչ չի ուզում անել իրականում, շատ հուսահատ վիճակում է, շատ հուսահատ վիճակում է։ Ինքը պետք է ուղղակի պետք չէ անտարբերության, հիմարի կարգն ասում է անգործություն, այսինքն այս կախված վիճակը, անգործ վիճակը, այս հիվանդագին վիճակը ոչ միտեղ չի տանելու, ոչինչ չի փոխվելու։ Աղջիկն ամուսնացավ, դուք կյանքից պետք է դաս առնեք եւ հասկանաք, որ պետք է, չգիտեմ, դժվարանում եմ ասել, պետք է ձեր կյանքը փոխել, պետք է այս լուսնի վիճակից պետք է դուրս գաք։ Այս տխուր, այս կասկածամիտ, այդ ինքները ձեզ խարազանելու այդ տրամադրությունից պետք է դուրս գալ։ Կյանքը ձեզ կբերի փոփոխություն, անպայման, ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ անցողիկ է։ Այս վիճակը դուք առաջինը չեք եւ վերջինը չեք նման վիճակում հայտնվում եք։ Երևի թե սա նոր իրավիճակ է եւ երիտասարդը դեռ այդ հուզված վիճակում է։ Լավ, տեսնենք կարտերն ինչ խորհուրդ կտանք, չեմ ուզում այսպեսի նոտայի վրա վերջացնել։ Ինչ են ցույց տալիս կարտերը, ինչ է սպասվում մեր երիտասարդին, երբ որ ինքը այս տխուր վիճակից դուրս կգա, ուր կգտնի իր մեջ եւ կհասկանա, որ եթե կյանքում ինչ որ մի բան շատ ուզում եք եւ ձեզ չի տրվում, ուրեմն դա չէ ձեզ ճակատագիրը։ Եվ հավատացեք, այս պահին շատ տառապում եք
Իսկ հետո մի օր կհասկանաք, որ իրականում դա ձեզ համար ուղղակի նախատեսված չէր, ճակատագիր այլ բան է պատրաստել ձեզ համար։ Միգուցե շատ ավելի լավ։ Հավատացեք իմ փորձին, այդպես էլ է լինում։ Շատ լավ բաներ եմ տեսնում երիտասարդի։ Հիշում եք, այստեղ ես սկզբում ասեցի կորուստը, կորստի կարտն է։ Ես կարող եմ ասել, այստեղ երիտասարդն ինքն իրեն է կորցրել։ Այդ կնոջը ինքը չուներ, այդ աղջիկը իր համար նախատեսված չէր, աղջիկը իրեն չէր ճանաչում կամ չէր նկատում եւ ընտրեց ուրիշին գնաց։ Այսինքն դուք ինքներդ ձեզ եք կորցրել։ Հարգելիս, ում էլ որ սա վերաբերում է։ Ինչ եմ տեսնում հաջորդիվ, տեսնում եմ աշխարհի կարտը, տեսնում եմ 8 ջահերի եւ տեսնում եմ ռոմանտիկ աղջիկ, այսինքն աստղը։ Տեսեք, այս կարտը աշխարհի շատ գեղեցիկ կարտ է։ Սա նշանակում է նոր этап կմտնի։ Դուք երբ որ այս վիճակից դուրս կգաք, ուղղակի պետք է հավաքեք ինքներդ ձեզ, տղա եք, տղամարդ եք, հավաքեք ինքներդ ձեզ, դուրս եկեք այս իրավիճակից, դուրս եկեք աշխարհ նախ եւ առաջ։ Գնացեք ճամփորդելու, գնացեք վայրեր, որտեղ շատ մարդիկ կան, գնացեք ժամանցի վայրեր։ Ձեզ համար նոր դռներ են բացվելու, նոր հնարավորություններ։ Տեսեք, երջանիկ, ուրախ աղջիկը, կարծես աշխարհն իրենն է, այո, անպայման ձեզ սպասում է ապագայում այսպիսի իրավիճակ։ Նոր этап կմտնեք, շատ գեղեցիկ, շատ արագ կսկսի ամեն ինչ փոխվել, սա արագության կարտն է։ Եվ ձեզ կհանդիպի մի այսպես շատ երազկոտ աղջիկ, շատ։ Սա երազանքի կարտն է, սա հույսի եւ հավատի կարտն է, աղջիկն է։ Ձեզ շատ մի երազկոտ ռոմանտիկ աղջիկ կհանդիպի, որը շատ այսպես արագ էլ ձեզ կսիրահարվի։ Եվ ես ստվերում տեսնում եմ այս կարտը, տեսնում եք, 9 է բաժակների։ Տղամարդը շատ այսպես ինքնագոհ բաժակներով, բաժակները հաջողություններն են։ Այսինքն սա ուղղակի մի փորձություն էր, որի միջով անցաք, ձեզ իրականում շատ մեծ հաջողություններ են սպասում, ընդ որում հաջողություններ նաև կանանց շրջանում։ Մի անգամ չէ, որ դուք դեռ սիրահարվելու եք, հավատացեք ինձ։ Մյուս կողմից այս կարտը կարող է նշանակել, որ եթե կա ձեր շրջապատում տղամարդ, որը ունի բավական, սա փորձված մարդու կարտն է, փորձված տղամարդ, որը կանանց մեջ հաջողություն ունի, որը, այսպես ասեմ, նորմալ կարողանում է կանանց հետ հարաբերություններ ստեղծել։ Ես մանեկող ֆրֆրացող նկատի չունեմ, ճիշտն ասած, ավելի լուրջ մարդու, որը կանանց մեծ փորձ ունի, բայց էլ եմ ասում, վատ իմաստով չեմ ասում։ Միգուցե կարողանա ձեզ ինչ-որ օգնի, միգուցե իր հետ դուրս գաք, փորձեք իրենից սովորել, իր հետ գնաք կոնկրետ, չգիտեմ, վայրեր, որտեղ կան աղջիկներ, փորձեք նոր աղջիկների հետ շփվել, մի քիչ ձեզ ավելի կյանքի փորձ է պետք։ Այդպես կարող եմ ասել, մինչև այսպես միանգամից սիրահարվելը, լուրջ մտադրություններ ունենալ աղջկա նկատմամբ, ձեզ մի քիչ կյանքի փորձ է պետք, այո։ Մի քիչ ավելի փորձ է, որ կարողանաք դուք ավելի ռիսկով լինել, մյուս անգամ քայլ անել եւ այսպես հուզված, ձեզ կոտրված չզգաք, որովհետեւ մի աղջիկ ձեզ չսիրեց, հետո ինչ։ Ձեզ դեռ սպասում է այս ռոմանտիկ աղջիկը, որ կսիրահարվի ձեզ, ձեր երազանքներին դեռ իրականում կհասնեք, անպայման ձեր կյանքում սեր կլինի։ Չի կարելի հուսահատվել։ Ուզում եմ այս գեղեցիկ նոտարվել վերջացնել։ Հուսով եմ, որ ում կյանքում էլ որ անձնական հարաբերություններում դժվարություններ կան այսօր, մոտ ապագայում ամեն ինչ փոխվի դեպի դրական կողմը, որովհետև սիրեք, սիրահարվեք, լինեք երջանիկ։